վերջին օրերում իմ հոգին պիտի թափեմ что в последние дни изолью от духа моего на всякую плоть. եւ ձեր ծերերը պիտի երազներ տեսիլքներ տեսնեն И ваши старцы будут видеть сны, ձեր сновидения. աղախինները ձեր տղաները եւ աղջիկները պիտի մարգարյանան Ваши երիտասարդները պիտի տեսնեն երազներ пророчествовать, видеть сны. ուշադրություն դարձրեք ինչ ասում այստեղ И обратите внимание, что здесь говорится. շատերը Что ասում են здесь որ говорится. մարգարությունները դա սատանայից է շատերի մարգարություն Многие говорили, что эти многие пророчества, они... Ուզում եմ մի բան ասեմ Хочу вам сказать одну вещь. մարգարությունը դա հորդորանք շինություն մխիթարություն է Пророчество – это вдохновение, увещевание увещевание, утешение. հասկանում եք երեք բան է դա Понимаете, это три вещи. տեսիլքները դա այն բնակավարն է որ ամեն մարդ կարա ունենա Это видение, это та область, сфера, которую каждый այս человек может ժամանակի иметь. շատ հավատացյալներ И многие верующие этих ասում են որ տեսիլքները դա գիգանտ հավատացյալների գործն է говорят, что это дело гигантов верующих. Հովելի մարգարեն այդպես բան չի ասում Но пророк Иаиль так не իմ говорит. հոգին պիտի թափեմ Мой дух изолью. եւ դա տեղի է И ունենալու это происходит. դա տեղի է Будет ունենալու происходить. լսում եք Это будет происходить. լսում եք Слышите? ստեղ Слышите здесь? ես շատ տեսիլքներ եմ ունեցել Я имел много видений, Առեսօր ես տեսիլքներ ունենում եմ и до сих пор я имею Այդ видения. մարդկանց մոտ հարցեր ածակեմ Теперь у многих людей փիլիսոփայական возникают философские պրովոկացիոն провокационные այդ вопросы. ոնց ես դու տեսնեմ աչքերդ բաց ես տեսնեմ փակ ես տեսնեմ Закрытыми или открытыми глазами. Օ դա видишь. գիտեք դա տիտանների գործ է տեսիլք տեսնելը Вы знаете, это дело титанов видеть видение. հարց Вопрос, մարտահրավեր հարց вам как бы вызывающий вопрос. դիվարված մարդը Демонизированный человек. պետք է որ ինքը շատ դիվարված լինի Թե քիչ Должен он быть намного Որ ինքը больше տեսիլքներ տեսնի демонизированный или меньше, чтобы он видел видение. ուժեղ պետք է սատանական լինի չէ ինքը որ տեսիլքներ տեսնի Он должен быть сильно демонизированным сатанистом, чтобы видеть эти видения. ստեղ դահլիճը Здесь, в этом зале, մեր մեջ ասած между нами говоря, շատերը многие դիվական տեսիլքներ են ունեցել имели демонические видения երբ որ նոր ապաշխարել են մինչ ապաշխարելը до покаяния, во время իրանց աչքերին դևեր են երևացել и пред их глазами որոշները եկե խեղտել են իրանց некоторые пришли души. Կարանք ասեք ինչ էր պետք լինել այդ մարդուն որ ինքը այդ ձև գերբնական բաներ տեսներ Можете сказать, что это должно было быть у этого человека, чтобы он видел эти сверхъестественные вещи? ընդամենը բավական է որ տիրոջից մի քայլ հետ այն կողմ գնաս Достаточно всего, чтобы от Господа ты на один шаг отошел. եւ բավական է որ դու ուղակի Աստծո հետ կապ չունենաս И достаточно, чтобы ты вообще не имел никакой связи с այդ Богом. ոնց է որ մենք հավատում ենք որ դա դևերն են Как это получается? Что мы верим, что это бесы. Եկանք Աստծուն Пришли к Богу, վերջացավ տեսիլքները и эти видения закончились. դուք սխալվում եք Вы ошибаетесь. դուք սխալվում եք Вы ошибаетесь. Այստեղ շատերը Многие из вас ձեր աչքերով դևեր եք տեսել вы видели своими глазами демонов, Սատանական դրսևորումներ ա եղել проявления сатанистские. Հարցա ցակեմ իմ մոտ И у меня возникает Ես вопрос. ձեզ եմ հարցնում Я у вас спрашиваю. Արդյոք դուք եղել եք սատանայի գեներալ Вы были генералом Պատասխանը ոչ է сатаны? Ответ нет. Դուք եղել եք սատանայի տիտան Вы были Պատասխանը титаном ոչ сатаны? է И ответ нет. Դուրա բացվեց չէ՞ միտեղ И где-то была открыта дверь. Да? Ես հավատում եմ որ дուրա бацվում Я верю, что открывается дверь. Երկնքում դուրա բացվում На небесах открывается дверь. Եվ Սուրբ Հոգին հեղեղվում ա քո վրա И Святой Дух Եվ դու изливается. սկսում ես ունենալ գերբնական դրսևորումներ Сверхъестественные Ես հավատում проявления. եմ գերբնականին Я верю в сверхъестественное. Ես գիտեմ ինչ է նշանակում սա Я знаю, что это обозначает. Երբ որ дու ունենում ես իմաստության խոսք Когда у тебя есть слово мудрости, դու ունենում ես գիտության խոսք слово знания имеешь, ունենում ես լեզուներ имеешь разные Ես языки. չեմ խոսում այն լեզուները որ դուք եք աղոթում Я не говорю о тех языках, которыми Այն вы լեզուները молитесь. որ միանում է Те Да парքեվա языки, которые соединяются. այլև այլ Это լեզուներ է да, կոչվում ինքը они называются разные языки. Դրա այդ համաձայն գալիս է մեկնաբանություններ И с этим приходит это, մեկնաբանություններ իստալկավանի истолкование. Եվ գիտեք ինչն է հետաքրքիրը
И знаете, что здесь интересно? Հետաքրքիրը սա է, որ մարգարեություն ասելով մարդիկ մտածում են բոլոր մարգարեությունները։ Люди думают, когда говорят пророчество, а люди думают все Բայց пророчества. խոսքը գնում է մարգարեությունների այն բնագավառը, Но речь моя идет о том, որ что յուրաքանչյուր մեկը той կարա сферы, մարգարյանա այստեղ նստածներից։ что любой из вас здесь сидящий может пророчествовать, Սովորացնելով, обучая, խրատելով, наставляя մխիթարություն բերելով։ и принося Արդյոք утешение. ինչ որ մեկը իր ծառայության մեջ մխիթարություն չի ստացել։ Есть такой, который Ստեղ կա մի մարդ, որ своего երբևիցե մխիթարություն չի служения ստացել։ не получал утешения, Խոսքից հորդոր չի ստացել։ не получал вдохновения, Խոսքից շինություն չի ստացել։ строения в душе, не получал. Ստեղ կա մի основ. մարդ, որ չի ստացել։ Здесь есть какой-то человек, который Եթե не մեկը получал. կասի ես չեմ ստացել, Если кто-то из вас скажет, я не կասեմ որ получал, սուտ ես խոսում։ я скажу, что ты Որովհետև այս лжешь. 3 բաներ անընդհատ ներկա են։ Потому что эти три вещи постоянно они Եվ ահա սա присутствуют կոչվում է здесь. մարգարեություն։ И вот это называется пророчество. Գիտենք, երբ որ Տիրոջից գիտության եւ իմաստության խոսք ստանամ, Знаете, когда я получаю от Господа слово знания, սա մարգարեական բլոկ է։ это блок пророческий. Շատերը երբ որ կասկածում են գիտության խոսքի вրա, Многие, которые сомневаются над словом знания եւ ասում են պատականության սկզբունքով մենք այս բանը կարանք ասենք, и говорят, под водительством этого случайности мы можем это сказать. եւ պատկերացնում ես 100-ից 1-ի մոտ այդ խնդիրը կլինի, բալքիմ։ И представляете, возможно, у 100, одного из 100 это Ու причина. պատկերացնում եք մախինացիան որն է սրա, մեքենացումը որն է, մախինացիա։ И представляете, махинация в чем в этом? Պատկերացնում եք ես չեմ վախենա, դա նշանակում է որ ես չեմ վախենեմ, Это обозначает, что я не боюсь, որ հանկարծ если вдруг ես բռնանում եմ парքեվի վրա։ я имею, Պակուշայուս։ покушаюсь, дерзновение имею покушаться на этот. Դա նշանակում է որ դևը կարա գործի, Это значит, что может это делать демон. բայց սա փորձված բան է, Но это уже испытано, ստուգված բան է, проверено միլիոն անգամ, миллион раз. թե սովորելով, И обучаясь, թե փաստ գործողության մեջ։ или фактом. в Ես действии. տեսնում եմ որ հովելի այս մարգարեությունը Я вижу, что это пророчество Иаиля շատ եկեղեցիներում անարգված է, во многих церквях Բայց оно ոչ այստեղ. пренебрегаемо. Но բայց не ոչ здесь. այստեղ։ Но не здесь. Այստեղ գրված է Здесь написано, նրանք կունենան երազներ։ они будут иметь сны. Խոսքը վերաբերվում է վերջին օրերի մասին։ И Այս ժամանակի մեջ речь մենք идет ապրում о ենք վերջի последних ժամանակներում։ временах. В этом времени мы живем в последние времена. Գիտեք, եթե ես տեսնում եմ ազատագրվելուց ինձ, Знаете, когда я вижу, когда я сам դեռ 90-ական освобождаюсь, թվերին еще в 90-х իմ годах, երազներից մեջ в моих снах. եւ ահա Հովի Միխայելը գայս 2000-ական թվականին И вот пастор մասսայական ազատագրություն ասկսվում իմ մոտ։ начинается массовое освобождение. Դա սրբացման մասին է խոսում։ Это речь идет о освящении. Եվ պատկերացնում եք գիշերը երազի մեջ И представляете, ночью во сне Պողոսը մակեդոնացի մի մարդ է տեսնում։ Павел видит македонянина, Ով իրան ասում է անցի Մակեդոնիա։ который ему говорит, Եվ «Иди в քարոզի մեզ։ Македонию и проповедуй». Մենք փրկության կարիք ունենք։ Мы имеем нужду в Աստծո спасении. բոլոր մարդիկ պետք է գործեն Սուրբ Հոգով։ Боже, все люди должны действовать Духом. Ահա ես եկա հոգու դաշտ այստեղից։ И вот отсюда я пришел на Երբ որ խոսում եմ, որ Աստծո տիրապետությունը պետք է լայնանա, Когда мы видим, что владычество Божье должно расширяться, դա նշանակում է, որ Աստված որքան երկար թիկնոց ունի իր վրա։ это обозначает, что насколько длинная риза у Бога. Շատերը փոքրացրել են դրա նշանակությունը։ Многие значения этих риз они уменьшили. Աստծո համար Для Бога թույլատրություն է պետք ուղակի, нужно просто որ разрешить, Աստված քո միջոցով գործի։ чтобы Թույլ Бог տվեք, через որ тебя Սուրբ Հոգին действовал. իր ժառանգությունը մեծացնի, Позвольте, իր чтобы, տիրապետության դիապազոնը մեծացնի։ чтобы Дух Святой диапазон своего Ես владычества հավատում եմ, расширил. ես հավատում եմ ֆինանսական հրաշքներին։ Я верю в финансовые чудеса. Ես հավատում եմ հոգևոր հրաշքներին։ Я верю в духовные. Ես հավատում եմ ֆիզիկական Я հրաշքներին։ верю в физические Եվ դա чудеса. տեղի է ունենում մեզ մոտ։ И это происходит. Եվ դա տեղի է ունենում մեզ հետ։
Это происходит с нами. Ժողովուրդ լսում եք ինձ։ Народ, слышите меня? Տերը 3 տաղանդեր բաժանեց 3 հոգու։ И Господь раздал 3 таланта 3 людям. Տերը տաղանդեր բաժանեց։ Господь раздал талант. Հիշում եք դա։ Помните? Դա ինչ էր։ И что это было? Դա ինչ էր։ Что это было? Շատերի մտքի մեջ տաղանդը դա երկելն է։ В мыслях, в мышлении многих это талант, это петь. Շատերի մոտ տաղանդը դա ապարելն է։ У многих это в мыслях, что это танцевать. Ոչ։ Нет. Տաղանդը խոսքը այստեղ գնում է փողի մասին։ Нет. Талант здесь речь идет о деньгах. Միավոր է դա, ֆինանսական միավոր է։ Это финансовая мерка. Հիշում եք, որ մեկը բերեց 2։ Помните, что один принес 2 таланта, 2 հատումներ 2 էլ բերեց։ 2 имел и 2 еще принес. Մեկը ուներ 5 հատ էլ բերեց։ Один имел 5 и 5 еще принес. Մեկն էլ կար, որ մի հատ բերեց։ И был один, который одно принес, Գոնե 2 չսարքեց։ даже 2 не сделал он. Գիտեք, խոսքը չի գնում երկրպագելու մասին ֆինանսներին։ Знаете, речь не идет о том, чтобы мы поклонялись финансам. Խոսքը գնում է աշխատանքի մեջ դնելու, Речь идет о том, чтобы вложить это գործի в մեջ работу, դնելու։ в действие. Լսում եք եկեղեցի։ Слышишь, церковь? Ես դու պետք է զարթնենք։ Я и ты, мы должны проснуться. Հնարավոր է ասա ձեր դուրը չգա, Возможно, вам это не будет нравиться, բայց այս Աստված но Бог ուզում է, որ ես ու դու хочет, чтобы я и ты, ֆինանսների հանդեպ ճիշտ ղեկավարում ունենանք։ чтобы мы имели правильное Եթե դու 1000 դրամ ունես, распределение финансов. եւ նա դու ճիշտ չես գործածում, Если у тебя есть $1000 и ты 100 000 драмов, и ты неправильно դու их դրանք распределяешь, կորցնես։ ты это потеряешь. Գիտեք, դու պետք է բերեիք ասма սեղանավորներին տայք։ Там говорится, что вы должны были принести и это служащим. Մենք շատ մարդիկ ունենք, У нас есть много людей, որ իրանց կյանքը իրանց պետք չի։ которым их жизнь им не нужна. Ես խորհուրդ եմ տալիս։ Я вам даю Առաջարկում եմ, խորհուրդ չեմ տալի։ Предлагаю вам, не Դու կյանքը советую, դուր գոնե մեկին։ свою жизнь отдай хотя бы одному. Ինչ որ մեկին դուր։ Кому-то отдай. Աստծո համար միևնույն չի, թե ես ու դու ինչպես ենք վարվում այդ փողերի համար։ Для Бога не безразлично, не все равно. Գիտեք Мы свои деньги ֆինանսը, распределяем. Тратим. ֆինանսը որ դու ունես, Знаете, финанс, который ты имеешь, դա ուղիղ կարող վերաբերվի, թե դու նաև ինչ վերաբերմունք ունես մարդկանց նկատմամբ։ это может прямо вот так относиться, как ты относишься к другим людям. Ինձ ու քեզ ֆինանսներ չի տրվում հենց այնպես։ Мне и тебе финансы просто так не даются. Մեզ ֆինանսներ ա տրվում, որպեսզի մենք կարողանանք ծառայել մարդկանց։ Нам даются финансы, чтобы мы могли служить людям. Ավետարանին ֆինանսներ ա տրվում, որպեսզի մենք կարողանանք ծառայել մարդկանց։ Евангелии даются финансы, чтобы мы могли служить людям. Որոշներին կերակրել, որոշներին գթություն անել։ Некоторых накормить, а некоторых служение Եվ մենք ունենք գթություն, сделать. И у нас մենք есть ունենք գթություն, որ գթություն ենք служба անում։ милосердия. Մենք տարեկան գթության ֆոնդ ունենք, У нас есть фонд службы милосердия, որպեսզի чтобы, հասկանում եք փողը եւ գթությունը, понимаете, որպեսզի մեր սիրտը и չքարանա։ милосердие, чтобы наше сердце не окаменело. Լսում եք եկեղեցի, Слышишь, церковь? ով լսեց։ Кто слышит? Ով հասկանում ինչի մասին է խոսքը։ Кто понимает, о чем идет речь? Աստծուն չես խափի։ Ты Бога не обманешь. Дու քեզ էլ չես կարող խափես։ Ты сам себя тоже не Բայց խորհուրդ եմ сможешь տալիս, որ դու обмануть. քեզ չխափես։ Но я тебе даю совет, сам Ինչի себя не համար եմ ասում обманывай. սրա մասին։ А почему я об этом говорю? Որովհետեւ ֆինանսներ են գալիս հիմա։ Потому что сейчас приходят Լուրջ ֆինանսներ են գալիս։ серьезные финансы приходят. Ես հավատք ունեմ մինչև 100,000 դոլարի։ Я имею веру до 100 000 долларов. Այստեղ, Здесь, Երարեմ, на гумне. Երևանի մասին չի խոսքը։ Речь не идет о Ереване. Խոսքը գյուղի մասին չի։ Речь не идет о Խոսքը այստեղ Гюмне. Գերարի մասին է։ Речь идет об этом. Եվ Աստված այստեղ ձեզ ֆինանսավորելու է, И Бог вас будет որպեսզի դու финансировать կարողանաք здесь, Տիրոջը ծառայել чтобы вы могли служить եւ Господу. ձեր ֆինանսներից գթություն անել։ И из ваших финансов отделять Ողորմություն для անել։ милосердия. Для милосердия. Մենք ինչ որ մեկը կարող ուրիշ բաներ մտածի, թե փողը ոնց պետքա ծախսվի։ А теперь кто-то может думать, что ой, как это надо тратить эти деньги. Իմ բոլոր եկամուտների 3%-ն է պատկանում գթությանը։ Это все мои эти финансы, 3000 только 3% принадлежат
Որպես իմ սիրտը չքարանա։ чтобы мое сердце не окаменело. Ալո։ Алло, Ստեղ եք դուք։ вы здесь? Սա ուսուցում է մի քիչ էսև։ Это немножко такое обучение. Սա ուսուցում է մի քիչ։ Это немножко Որովհետև обучение. ֆինանսների կիրակի թե ես խի պետք է 10-րդն եմ։ Потому что сегодня финансовое воскресенье. Ժողովուրդ ջան, ես էլ եմ Почему 10-րդ տալիս։ я должен давать десятину? Կարա Народ, я գաք тоже ստուգեք։ даю десятину. Может, Կարա прийти գաք ստուգեք։ проверить. Ես 10-րդ տալիս եմ։ Я десятину отдаю. Իմ ընտանիքը 10-րդ տալիս է։ Моя семья отдает десятину. Իմ երեխեքը 10-րդ են Мои տալիս։ дети отдают десятину. Գիտեք ինչ եմ ուզում իրանց կյանքի մեջ։ Знаете, что я хочу в их жизни? Ուզում եմ իրանք ապրեն աստվածային էկոնոմիկով Я хочу, чтобы они жили Божьей եւ экономикой աստծո օրհնությունով։ и Божьими Դժվար է благословениями. կյանքը ժողովուրդ։ Народ, жизнь Ցաներ է կյանքը։ тяжелая. Դուք պետք է հավատքով ապրեք։ Вы должны жить верой. Դուք պետք է հավատքով ապրեք։ Вы должны жить верой. Аминь. Ալելույա։ Аллилуйя. Դու աղոթում ես, փողի համար աղոթում ես, փողերը չի գալի։ Ты молишься. Դուք նկատել եք, որ դուք աղոթում եք, деньги փողերը не չեն приходят. գալիս։ Вы заметили, что вы молитесь, и деньги... Այսքան աղոթում եք, Вот столько молитесь, մի ես կամ չրտ, и вот такой маленький кусочек. ինչ բան անգնեմ։ Кусочек отпадает. Խնդրում եք, աղաչում եք, Вы գալարվում եք, տանջվում եք, вымашиваете, խնդրում եմ էլի Աստված ջան։ кувыркаетесь пред Богом. Քո ինչը 100,000-ը, Ну для чего, что такое 100 тысяч? քո ինչը հավիտենականությունը, Для тебя что такое это вечно? քո ինչը 1000 տարին, Для тебя что такое 1000 քո лет? ինչը 1000 դրամը, Для тебя 1000 քո драмов. ինչը 100,000 դրամը։ Для тебя что, 100 тысяч драмов? Դուր էլի դուր։ Ну дай, Խնդրում ես, չէ։ вымаливаешь. Պատասխան չկա, просишь, ճիշտ է։ И нету ответа, правда? Նշանակում է, որ սխալ բան ես աղոթում։ Обозначает, что ты молишься о неправильном. Ես աղոթում եմ, որ ֆինանսական Աստված օրհնի եկեղեցուն։ Я молюсь, чтобы финансово Бог благословил церковь. Ես երբեք չեմ ասում, ինձ տուր ես կամ փող։ Я никогда Ես не հավատում եմ дай мне այդքան փողին։ вот столько денег. Я Տարբերությունը դա է։ такую сумму. Разница Դու в երկար этом. ես աղոթում։ Разница в этом. Էֆեկտ Ты չկա։ долго Ուրեմն молишься, ճիշտ нет ես աղոթում։ эффекта, значит, ты Բայց ես неправильно հավատում եմ молишься. այդքան փողին։ Но я верю. 100,000 դոլարի համար, Для 100 тысяч 100,000 դոլարի համար ես երբեք չեմ աղոթել, չեմ էլ աղոթի։ Для 100 тысяч долларов я никогда не Որովհետև դա молился, սխալ и не буду աղոթք է։ молиться. Потому что это неправильная молитва. Ես հավատում եմ այդ 100,000-ին։ Я верю в эти 100 тысяч. Ես հավատում եմ այդ 100,000-ին։ Я верю в эти 100 Նոր тысяч աշխարհակարգ է долларов. ստեղծվում, ժողովուրդ։ Создается новое Ժամանակն է, որ ձեր մեջից միլիոնատերեր դուրս գան։ Время, чтобы из вас Միլիոնատերեր դուրս գան։ миллионеры вышли Եվ Աստծո из вас գործերը и ֆինանսավորեն։ финансировали Եվ Божьи ահա այսեղ дела. մարդիկ կան, որ Աստծո գործերը ֆինանսավորելու համար արդեն մեծ ֆինանսներ են հայտարարել, որ գրվել են։ И вот здесь много людей, Տերը ձեզ которые պիտի уже, օրհնի սիրելներ։ которые уже Չվախեք, Տերը ձեզ объявили, что օրհնելու է։ они вкладывать будут Ես այս տարվա վրա 30,000 դոլար եմ ասել, արդեն դուք 25,000 դոլար խփել եք։ Бог вас благословит. Я объявил, что вы... Հիմա ես ամենակարևորին եմ գնում։ Теперь я иду к Մինչև самому հիմա главному. ներածություն էր։ Было предисловие до сих пор. Եգիպտոսից ժողովուրդը դուրս է գալիս։ Народ выходит из Египта. Տերը ժողովրդին հուշում է։ И Господь Ասում է дает գնացեք подсказку народу. ձեր հարևանների մոտ։ Он говорит им, идите к вашим соседям. Ասեք մի քիչ փող տուր, մենք գնում ենք։ Скажите, дайте нам немного денег, мы уходим. Ոսկի, արծաթ։ Золото, серебро. Տերը ասեց իրանցից ուզեք։ Господь Թալանեք сказал, այսինքն։ вы просите у них. Ում թալանեք։ И их египтян. Ես քեզ չեմ հարցնում։ Обобрать надо египтян. Գնացեք եգիպտացիներից ուզեք։ Пойдите и попросите у египтян. Գիտեք խի, Знаете почему? Տերը նպատակ ուներ։ У Бога была цель. Աուրթիմ լսում եք։ Команда, слышите? Էլ ոչ աուրթիմ էր։ Լսում եք։ Это не ауртим. Տերը նպատակ ունի։ У Бога есть цель. Անապատի մեջ։ Прямо в пустыне. Ես ուզում եմ խորան շինեմ։ Я хочу Այդ փողերով։ построить Անապատի մեջ ոսկին ինչ է կանում ժողովուրդ։ храм. Անապատի մեջ իսրայելացիք ոսկին ինչ պետք է անեն։ Կարակ В ասեք։ пустыне эти израильтяне, можете сказать, что сделали бы? Հարց եմ золото? տալիս, դուք անապատն ոսկի կգցեք մանգակ։
Я вам задаю вопрос. Вы пойдете в пустыню искать золото? Искать, գցել, կախել, հագնել։ Подвешивать, одевать. Անապատում ձեզ փող պետք է։ В пустыне вам деньги нужны? Խանութ չկա, ժողովուրդ։ Даже там магазинов нет. Այնտեղ բանկ չկա։ Банков нету. Այնտեղ մթերային խանութ, տնտեսական, պարենային չկա, այդ խանութները չկա։ Там нету этих Ինչ продуктовых պետք է անեք։ магазинов. Разных магазинов нету там. Եկեք տանք տիրոջ շինարարության, տան շինարարության համար։ Давайте дадим для строительства Дома Божьего. Ապրենք իր մանանայով։ И будем жить его мананой. За счет его Դա мананы, իր էկոնոմիկայով։ его экономикой. Եկեք ապրենք իր օրհնություններով։ Давайте будем жить его Եկեք այստեղ благословением. շինենք իր տաճարը։ Давайте здесь Եկեք построим խորանը храм. կառուցենք, Давайте будем որովհետև строить. Աստված ասեց ես պիտի գամ։ Потому что Бог сказал, я приду. Երբ որ դուք շինեք ես պիտի գամ։ Когда вы это построите, я приду. Վկայության խորան։ Свидетельство, скиню свидетельство. Հասկանում եք ես պետք է գամ, սրբության տեղարն։ Понимаете, я приду. Ես կգամ։ Я приду. Ով է լսում այստեղ։ Кто здесь слышит? Պատճառը սա է։ Причина в этом. Աստված ուզում է արթնություն բերի։ Бог хочет Ես принести դետալ առ դետալ пробуждение. գալիս եմ, ակուրատնի գալիս եմ։ Я прихожу, Այդերը անեցքներ ունեն, у ваших отцов կռապաշտություններ ունեն, անմաքրություններ ունեն։ идолопоклонство, Պետք է վերացնեք нечистоты. նրանց։ Вы должны это все истребить. Եվ հետո Տերը ասում է, որ И потом Господь ես говорит, ուզում եմ արթնության հրավիրեմ ձեզ։ я хочу пригласить вас. Ամբողջ Իսրայելը ուզում եմ արթնություն ապրի։ Я хочу, чтобы весь Израиль пережил Եկեղեցի пробуждение. եկեղեցի բարգավաճումը փակված է արթնության մեջ։ Церковь, процветание, оно внутри, внутри пробуждения. Բարգավաճումը արթնության մեջ է։ Процветание, оно в Ահա пробуждении արթնությունը։ сокрыто. Вот пробуждение. Բայց մենք բարգավաճում ենք ուզում։ Но мы хотим процветания. Ես ուզում եմ հաղթանակ գա։ Я хочу, чтобы пришла победа. Ես ուզում եմ ճեղքում գա։ Я хочу, чтобы Ես ուզում եմ пришел գա прорыв, հաղթանակներ։ и чтобы пришли победы. Կուրքերը պետք է վերացվեն։ И эти идолы должны быть истреблены. Կուրքերը պետք է ջարդվեն մեր կյանքի մեջ։ Эти идолы, кумиры должны быть разрушены. Մենք շատ Всё կուրքեր нашей ունենք, жизни. շատ կուրքեր У ունենք, нас շատ есть կուրքեր много ունենք։ этих идолов. Ինչ որ մեկը ինքը իր համար է կուրք։ Кто-то сам для себя идол, кумир. Ինչ որ մեկի համար ինչ որ մեկն է կուրք։ Для кого-то кто-то кумир, идол. Ինչ որ մեկի համար էլ ինչ որ բան է կուրք։ И для кого-то что-то идол. Ով է հասկանում։ Кто понимает? Մենք ուզում ենք բարգավաճենք, Мы хотим բայց մենք процветать. կուրքեր ունենք։ Но у нас есть Մենք идол. ուզում ենք արթնություն, Мы хотим пробуждения, բայց մենք կուրքեր ունենք։ но у нас есть идол. Եվ Տերը հրավիրում է արթնության։ И Господь приглашает нас к пробуждению. Եվ այսօր բան ասում։ И говорит нам вот такую вещь. Վերցրա կուժեր վերցրեք։ Возьмите эти молот, Кур- кувшины, кувшины, Եվ նրանց մեջ կրակ դրեք։ и заложите туда огонь. Երբ որ ջարդեց իր հոր կուրքերը, Տերը ասեց, իսկ հիմա դուք կրակ ունեք։ Когда он разрушил Карака. идолы отцов, Կրակը он կհայտնվի։ сказал, а теперь у тебя есть огонь. Ակ ուժերի մեջ մենք կրակ ենք դնում։ Огонь сам появится. Вот мы Տերը հրավիրում է արթնության։ вкладываем огонь. Քայլ առաջին։ Господь приглашает к Ջարդի пробуждению. լրիվ կուրքերը։ Первый шаг. Разрушь все Քայլ идолы. երկրորդ, կրակ դիր քո ուժի մեջ։ Шаг. Поставь свой огонь в Կրակ свой դիր քո մեջ։ огонь, заложи в себя. Սկսի վառվել, Начинай гореть. սկսի վառվել։ Начинай гореть. Քո աչքերը պիտի վառվի։ Твои глаза должны Քո гореть. աղոթքները պիտի վառվի։ Молитвы должны гореть. Ջարդի քո կուրքերին։ Разрушь твои идолы. Ես հրավիրում եմ քեզ արթնության։ Я тебя приглашаю. Ես ուզում եմ դու տեսնես քո հաղթանակը։ Я хочу, чтобы ты увидел свою Ես ուզում եմ победу. տեսնեմ քո հաղթանակները։ Я хочу увидеть твои Ես ուզում победы. եմ գա Աստված այս երկիր։ Я хочу, чтобы Бог пришел в эту страну. Ռոդ Փարսլին ասում է. Род Парсли говорит, Մի մարդ կար անապատում, որ այս կողմ եւ այն կողմ է շարժվում։ был человек один в пустыне. Շրջում էր անապատում։ Он двигался в пустыне туда-сюда. Մարդիկ նրա մասին ասեցին, որ մի մարդ է տեսել անապատում։ О нем люди говорили, мы видели одного Այնտեղ человека. այս կողմ եւ այն կողմը պատտվում։ Он ходит туда-сюда. Եվ գնացեք նրան հարցրեք. И идите спросите у него, Ով ես դու։ кто ты Ինչ ես փնտրում։ и что ты ищешь, Ինչ ես ուզում։ что ты хочешь. Այս մարդը Этот человек
ձերքը բարձրացնում է երկինք и поднимает свою руку к небесам, եւ ձերքը սկսում է վառվել и его рука начинает гореть. ասում է ես սա եմ ուզում Я хочу это. ես կրակ եմ Я ուզում хочу огонь. ջարդիր Разрушь. ջարդիր քո քուրքը Разрушь своих идолов. ջարդիր քո քուժը Разрушь свой Кувшин. кувшин. փշրի քո անձը Տիրոջ առաջ Сокруши свою личность. Խոնարհվի Տիրոջ перед առաջ Господом. եւ կրակը այնտեղից դուրս եկավ Будь послушание пред Господом. կրակը այնտեղից դուրս եկավ Оттуда вышел. արտնացի քնից Пробудись ото сна. արտնացիր քնից Пробудись ото сна. Աստված ուզում է որ ես ու դու արտնանանք քնից Бог хочет, чтобы я и ты пробудились ото եւ сна. ահա փշրվի քո քուշինը И вот сокруши свой քո кувшин. քուշը ջարդվի Твой кувшин разрушь. եթե Сокруши. դուք անեք դա ամեն օր Если вы будете делать եթե это, դուք պատերազմեք ձեր քուրքերի դեմ если вы будете Ջարդեք եւ հեռացեք նրան идолами, будете их сокрушать, կրակը հայտնվելու ձեր մեջ появится огонь в вас. լսում եք Տեր ասում է բռնիր Господь говорит, держи, Տեր ասում է բռնիր այդ կրակը держи этот огонь. հասկանում եք այս մարդը որ իր ձեռքը բարձացեց Понимаете, когда этот человек поднял եւ эту руку վառվեց свою, ձեռքը и рука начала կրակ էր гореть, բարձանում ձեռքից и огонь поднимался с его руки. ինքը արտնություն էր ուզում Он хотел пробудить. ինքը արտնության համար էր այդտեղ ինքը արտնության համար էր ծոմբամ ինքը արտնության համար էր Տիրոջը փնտրում ահա արտնությունը Пробуждение. И вот пробуждение. ես ուզում եմ կրակը Я хочу огонь. միայն կրակը կարա իրան քաշի մարդկանց Только огонь может привлечь հանգած եկեղեցին ոչինչ չի կարանի церковь без քնած եկեղեցին ոչինչ չի կարանի церковь, которая քուրքեր ունեցող ժողովուրդը ոչինչ չի կարանի народ, который имеет ես ուզում եմ գալ իմ ժողովրդի մեջ делать. Я хочу վկայության խորանի մեջ в скинию Ձեր բոլոր свидетельства. զոհերը ուղղված է իմ հայտնվելու հետ Все ваши жертвы, они направлены եւ к моим ես явлениям. թույլ կտամ որ դուք կրակը բռնեք И я позволю вам, чтобы вы բռնիր держали այդ огонь. քուժը Держи этот кувшин. փշրի այդ Сокруши քուժերը этот кувшин. սա քո անձն է Это твоя личность. կար մի մարդ Был один человек. կար մի մարդ Был один человек. այս մարդին քնից արտնացնում էին Когда этого человека пробуждали ото сна, եւ ցնցում էր սա и он вот так это, Սամսոնն էր դա был Самсон. պատրիսալ Потрясал. ցնցում էր երբ որ զարթնում էր Он потрясал, когда ես հավատում просыпался. եմ Я верю, ստեղ ամեն մեկը что каждый здесь Եթե քնից находящийся, զարթնեք, если вы проснетесь ото сна, խոսքը չի վերաբերվում ձեր առավոտյան քնի մասին речь не о том, когда вы утром Խոսքը просыпаетесь, վերաբերվում է մահվան քնից речь идет о сне смерти. Եթե դուք արթնանաք Если вы пробудитесь, դուք ցնցելու եք вы потрясать будете. դուք ցնցելու եք Вы будете потрясать. Սամսոն Սամսոն Самсон, Самсон, քո թշնամիները ահա քո թշնամիները вот твои враги. ով է քո թշնամին Кто твой враг? այս մարդն է Этот человек. Эс Мартна. Этот человек. հովիվն է վայթեմ Наверное, это папа. սխալվում եք սխալ տեղ եք կռվում Вы ошибаетесь. Вы не ձեր туда. թշնամիները հոգևոր են Ваши враги духовные. երբ որ դուք արթնանաս Когда ты դուք проснешься, կցնցես пробудишься, ты будешь потрясать. այս մարդուն Աստված ասեց И Бог сказал этому ես человеку, ուզում եմ արթնության հրավիրել Իսրայելին я хочу пригласить ես Израиль. ուզում եմ Իսրայելին արթնություն տալ Я хочу дать Израилю пробуждение. բռնիր աղվեսներին Поймай этих лисиц. բռնեք աղվեսներին Поймайте этих лисиц. բռնեք ձեր աղվեսներին Поймайте этих, բռնեք այդ մանր մուներ խորամանքներին поймайте этих хитрецов. քննեք ձեր անձը И начните քննեք ձեր исследовать սրտերը ваши сердца. Ваши... ասեք ճշմարտությունը Տիրոջը Скажите ասեք правду, ճշմարտությունը ինքներդ ձեզ скажите правду сами себе. մի ասեք ամեն ինչ լավ է իմ մոտ И не говорите, что все տանք աղվեսներ են это все лисицы. աղվեսներին բռնեք Поймайте этих лисиц. Սամսոնը բռնեց աղվեսներին Самсон поймал этих лисиц երկու բռնեց по двое. կապեց իրար Связал друг с другом. լսում եք Слышите? շատերի այս աղվեսությունը И очень многих это хитрость лисия. կարա կապված լինի այս մի աղվեսության հետ Может быть связано բռնեք с, այս этим, աղվեսներին с этой лисицей. Ա ես Поймайте հավեսում եմ Ой, мне не Ցուրտա, ես չեմ կարա գամ։ Գիտես խի ես 10-րդ կարամ չտամ, գիտես խի չի հերիքամ, այս աղվեսներ են։
знаете, почему я не даю Գիտես ես խիծում չեմ կարամ պահեմ։ Знаете, почему я не могу? Գիտես գլուխս է ցավում։ Знаете, у меня голова болит. Գիտեք հիմիկի ես հավես չկա, ժամանակ չկա։ Знаете, у меня нет времени, мне неохота. Բռնեք ես հավեսներին։ Поймайте этих лисиц. Ամեն ժամանակ հենց ասում են Սամսոն, Սամսոն։ И каждый раз Ակո говорите, թշնամիները։ Самсон, Самсон, вот твоя Սամսոնը արթնանում էր եւ ցնցում էր թշնամիներին։ просыпался и потрясал. Вот Երբ որ դուք քնում եք, когда вы спите, երբ որ դուք քնում եք, когда вы спите, թշնամին գալիս է враг приходит. եւ նա ձեզ կապում է, И он связывает вас. եւ ձեզ կապում է, И связывает вас. եւ դուք դա չեք տեսնում, И вы это не видите, որովհետեւ դուք քնած եք։ потому что вы спите. Դուք պետք է արթնանաք։ Вы должны пробудиться. Եթե դուք արթնանաք, Если вы пробудитесь, ոչ մի կապ չի կարող պահել ձեզ։ никакой этот Ոչ մի շղթա չի կարող никакая կապել։ цепь не может вас. Ոչ մի չվան չի կարող կապել։ Никакая цепь не может. Այս անգամ, այս անգամ И вот на этот раз դուք քնեցիր մի ուրիշ պատրվակով։ и вы заснули с другим предлогом. Եվ ձեզ կապեցին նոր դալար ջելերով, թելերով։ И вас связали свежими этими веревками. Կանեփից թազա թելեր էին գործել երևի։ Они связали эти свежие веревки. Թարմ էր։ Свежие. Ընդամենը պետք էր արթնանալ։ Просто надо было проснуться. Դուք քնած եք։ Вы спите, Դուք չեք կարող ոչինչ։ вы ничего не можете Եթե դուք քնած сделать. եք, Если вы ոչինչ спите, չեք կարող։ вы ничего не можете делать. Արթնացեք։ Пробудитесь. Սամսոնին քանի անգամ կապեցին, երբ որ ինքը քնեց։ И сколько раз связали Самсона, когда он спал. Սամսոնը գլուխը դնում է Դալիլայի ծնկներին։ И Самсон голову свою ложил на колени Далиды. Դալիլան սիրում էր Սամսոնին։ Далида любила Самсона. Իրականում Դալիլան սիրում էր Սամսոնին։ И в действительности Далида любила Самсона. Ձեզ ուզում եք մի բան ասեմ։ Я вам хочу сказать одну вещь. Բաներ կա, որ ձեզ սիրում են։ Есть вещи, которые вас любят. Մեղքեր կա, որ ձեզ սիրում են։ Есть грехи, которые вас Դիվական любят. ուժեր կա, որ ձեզ սիրում են։ Есть демонические силы, которые вас любят. Երբ որ դուք քնած եք, Когда вы спите, վերցրա աղվեսներիդ։ возьми этих своих лисиц, Վարի, сожги их. վարի, Сожги их. բռնի կրակը, Держи огонь. բռնի կրակը, Держи огонь. վարի աղվեսներին И сожги этих лисиц. եւ արցակի նրանց։ И высвободи их. Եթե դուք դա անեք, Если вы это сделаете, նրանք կմտնեն արտի մեջ։ они войдут в поле. Կրակը կմտնի արտի մեջ։ Огонь войдет в поле. Կրակը կգնա քաղաք։ Огонь пойдет в Եթե город. սկսվի փոփոխությունները ինձանից ես արթնանա, И если начнутся перемены с меня, ես կրակը կդնեմ այնտեղ։ я огонь заложу Եվ туда, կրակը կգնա քաղաք, արտի մեջ։ и огонь пойдет в поле. Եվ в город. Սուրբ Հոգու կրակը կայրի ամեն ինչ։ И огонь Святого Духа. Սուրբ Հոգու կրակը կհրդեհի ամեն ինչ։ Все это спалит. Եվ արդյունք կգա։ Все это спалит. Ես հավատում եմ, որ փղշտացիների արտը կայրվի։ Я верю, что поле филистимлян Ես հավատում եմ, спалит. որ ալավատները Я верю, կբռնվեն այս կրակից։ что они будут Հալելույա։ держаться за этот огонь. Аллилуйя. Ով է հիշում Ձորի Միրոն։ Кто помнит фильм Ձորի «Горе Միրոն։ Миро»? Երբ որ Միրոն վերցնում է կրակը, Когда Миро берет огонь, բռնում է վառվող անձողը, он берет факел, который горит, ասում է վառե, и говорит: гори, վառե, гори, վառե։ гори. Թշնամին վախենում է կրակից։ И враг боится этого огня. Հիշում եք Թուրքին, Вы որ помните վախենում էր, ահա։ турка, который боялся этого Ես огня? հավատում եմ, որ Он երբ որ կրակը ձեր боялся. ձեռքերի մեջ կլինի, Я верю, когда огонь будет... թշնամին վախենում է կրակից։ Враг боится огня. Սուրբ Հոգու կրակից վախենում է։ Враг боится огня Святого Духа. Իսուս մեզ պատահական չի ասում Սուրբ Հոգու համար։ И не случайно Иисус говорит нам о Святом Духе. Ինձ լավ է, Хорошо для меня, որ գնամ, чтобы я ушел. որովհետև դա ձեզ ալավ։ Потому что это для вас. Եթե ես գնամ, Если я уйду, ես պիտի ուղարկեմ Սուրբ Հոգուն։ я пошлю вам Духа Святого. Եթե ես գնամ, Если я уйду, մխիթարիչը կգա ձեզ։ утешитель придет. Եթե ես չգնամ, Если я не уйду, մխիթարիչը չի գա։ утешитель не придет. Ստեղ քանիսը ունի մխիթարիչին։ Кто Ստեղ из вас քանիսը ունի имеет Սուրբ утешителя? Հոգին։ Сколько из вас имеет Ձեզանից Святого քանիսը Духа? ունի Սուրբ Հոգուն։ Сколько из вас Ահա նա имеет գնացել է, որ Духа? Սուրբ Հոգին գա, որպեսզի մեզ լավ լինի։ Чтобы Святой
Дух пришел. Սուրբ ոգին եկել է, բայց մենք քնել ենք։ Святой Дух пришел, но мы заснули. Ասեց նա խոսած էր դատանի մասին։ И Иисус сказал, что Он будет говорить вам о суде. Նա կհանդիմանի ամեն մեղք։ Он обличит всякий грех. Ամեն ճշմարտություն կկարոզինա։ Он будет проповедовать всякую истину. Դա գրված է Հովանես 16-րդ գլխում։ Об этом говорится в Иоанне в 16 главе. Հետո գրված է, որ նա գալիքները ձեզ կպատմի։ Потом написано, что Он будущее возвещит вам. Ինձանից կառնի եւ ձեզ կտա։ Возьмет от меня и отдаст вам. Ամեն ինչ, որ ունի հայրը եւ Հիսուս Սուրբ Հոգու ձեռքին է։ Все, что имеет Отец и Иисус, в руках Святого, Սուրբ Հոգու ձեռքին է։ в руках Святого Духа. Սուրբ Հոգին ապրում է քո մեջ։ Святой Дух живет в тебе. Աստծո ամեն գիտությունները ունի Սուրբ Հոգին։ Всякое Божье знание имеет Святой Дух. Քրիստոսի ամբողջ շնորհքը ունի Սուրբ Հոգին։ Все Христово, это дарование имеет Святой Дух. Սուրբ Հոգին ապրում է քո մեջ։ Святой Дух живет в тебе. Ջահը, կրակը ապրում է ձեր մեջ։ Огонь живет в вас. Հիսուս Иисус շատ սրտի թրթիրով с трепетом сердца ուզում էր, որ Սուրբ Հոգին գա մեզ մոտ։ хотел, чтобы Дух Святой, Նա ձեզ կառաջնորդի Он будет предводительствовать ամեն ճշմարտության, всякой правде. ամեն На ճշմարտության, всякой правде. ամեն На ճշմարտության։ всякой правде. Սուրբ Հոգին Святой Дух. դա բառեր չի, դա անձ է։ Это не слова, это личность. Սուրբ Հոգին դա ազգացողություն չի, Святой Дух это ռեալ անձնավորություն է։ это реальная личность. Դա նման է Հիսուսին, Оно похоже на Иисуса. դա նման է Հայր Աստծուն։ Он похож на Отца Святого. Աստծո խորհուրդների տնտեսն է ինքը։ Он хозяин этих Божьих желаний. Հովանես 7:37-ում գրված է. Иоанна в 7 главе 37 Եվ стих տոնի написано. օրը Հիսուս կանգնած աղաղակում էր И в день праздника Иисус стоял и возгласил. եւ ասում էր. Նա որ ցարավ է, И говорил, тот, кто жаждет, դու գա ինձ пусть придет ко мне եւ խմի и пьет, եւ կլինի, и будет, որ նրա փորից կենթանի ջրի գետեր պիտի բխի։ что из чрева его будут Սա ասեց Սուրբ Հոգու воды համար։ живой. Он говорил о Святом Духе. Ահա Գեդեոն ունի այդ կրակը, И вот Гедеон имеет этот огонь. ահա Սամսոնն ունի այդ կրակը։ Вот Самсон имеет этот огонь. Հիսուս ուզում է, որ ես ու դու ունենանք։ И Иисус имеет, хочет, чтобы я и ты это имели. Եվ ահա И вот Տերը ուզում է քեզ քնից անի։ Господь хочет тебя пробудить. Հակոբը գնում է մի քաղաք, Иаков идет в один город, հասնում է այդ քաղաքի մոտ, Լուզա կոչվում է այդ քաղաքը։ доходит до города, и этот город называется Луз. Եվ երեկոն վրա է հասնում։ И ночь настигает его вечером. Այնտեղ մի քար է վերցնում եւ դնում գլխի տակ։ И берет там камень и сделает себе изголовье. Քնում է, Ставит под голову. քնում է, Спит. ասեք քնած։ Скажите, спящий. Իշ լավ վիճակ է, չէ՞։ Какое, да, хорошее Հարմար состояние. վիճակ է, Удобное состояние. բայց Տիրոջը դա դուր չի գալիս։ Но Господу это не нравится. Եվ ահա գիշերը И вот ночью երազ է տեսնում։ видит сон. Երբ որ երազ է տեսնում, Когда он видит сон, արթնանում է, он просыпается. ասում է, օ, И он говорит, о, ասում է, «Ես ինչքան ուժեղ աստեղ»։ и он говорит, о, Երազ է տեսել Հակոբը, Տիրոջն է տեսել, Он видел год, աստիճաններն է տեսել, видел эти лестницы, հրեշտակներին է տեսել, видел ангелов, բարձրանում եւ իջնում էին։ нисходящих, Եվ ահա աստիճանների վերևում Տիրոջն է տեսել։ И он видел наверху этих лестниц Господа. Ինչքան հաճախ է Տերը այստեղ ներկա։ Сколько много Господь здесь. Ինչքան հաճախ է Տերը քո կյանքի մեջ ներկա։ Сколько Господь. Հեյ, ժողովուրդ լսում եք ինձ։ Эй, народ, Որքան հաճախ է Տերը ներկա։ насколько Հարց, часто հարց, հարց։ Господь присутствует. Հարց, որքան է Տերը հաճախ ներկա։ Насколько Господь Միշտ, присутствует. միշտ, միշտ։ Աստված միշտ ներկա է։ Господь всегда присутствует. Միշտ ներկա Он է։ всегда присутствует. Լսեք, Послушайте. Հակոբն ասում է, ես չգիտեի։ И Иаков говорит, вот я не знал. Ես չգիտեցա, որ ստեղ Տերն է։ И я не знал, что здесь Господь. Շատերը այնքան անզգա են, Многие настолько они որ Տերը бесчувственны, ներկա է։ что Господь присутствует. Ստեղ ինչ որ մեկի խոսում եմ։
Это я говорю здесь к одному. Տերը արթնացնում է քնից։ Господь пробуждает ото Եվ сна. արթնանալուց հետո ասում է, «Օյ, И после пробуждения он говорит, ой-ой-ой, Տերը ստեղ է»։ Господь здесь. Դուք ասում եք, «Ես ոչինչ չեմ զգում»։ Вы говорите, я ничего не чувствую. Չեմ զգում։ Ну не чувствую. Ավելի լավ է քեզ մեռնես, քան չզգաս Տիրոջը։ Лучше для тебя, чтобы ты умер, чем не чувствовать Господа. Ես ավելի շուտ կմեռնեմ, քան Աստծուն չզգամ ու ապրեմ այդպես։ Лучше я умру, чем я буду жить. Երբևիցե եթե այլևս Աստված չի գալու իմ կյանքի մեջ, չեմ զգալու իրան։ И если я когда-нибудь чувствовать, Մի վարքյան առաջ շուտ գնալ Տիրոջ մոտ։ на секунду раньше уйти к Господу. Աղոթեք Հովի Միխայելի համար։ Молитесь за пастора Михаила. Աղոթեք Հովի Միխայելի համար ձեր աղոթքները։ Молитесь за пастора Михаила в ваших молитвах. Արթնացավ քնից, Пробудился ото сна. միջավետ չէր զգում ոչինչ։ До этого он ничего не... Հենց արթնացավ ասավ ստեղ է Տերը։ И как он пробудился, сказал, здесь Господь. Արթնացեք քնից։ Пробудитесь ото сна. Սիրելի եկեղեցի, արթնացեք քնից։ Любимая церковь, пробудись ото сна. Աստծո ներկայությունը միշտ ներկա է։ Божье присутствие Աստծո ներկայությունը միշտ առկա է։ всегда Սուրբ Հոգին միշտ ներկա է։ Святой Дух всегда он есть. Սուրբ Հոգին միշտ է։ Святой Дух, он... Բարիր ինձ։ Зажги меня! Բարիր ինձ։ Зажги меня! Բարիր ինձ։ Зажги меня! Ես ուզում եմ գրակդ։ Я хочу твой Բռնեմ огонь! գրակդ։ Твой огонь! Գրել է ջահը։ Я хочу носить этот Նրանց ձեռքերի մեջ ջահեր կային։ В их руках были Նրանց эти ձեռքերի մեջ кувшины. ջահեր կային։ В их руках были эти кувшины. Նրանց ձեռքերի մեջ ջահեր կային։ В руках были эти кувшины. Ես ու դու ջահակիր ենք, ջահակիր։ Мы с тобой носили этих кувшинов, Ֆակելի։ факелов. Մենք ջահակիր ենք։ Мы носили этих факелов. Մենք ենք կրում այդ ջահը։ Мы носим эти факелы. Ինչ եք խոսում ժողովուրդ։ Народ, что вы говорите? Ինչի մասին եք խոսում։ О чем вы говорите? Դուք ապրում եք ձեր ստեղծած աշխարհում։ Вы живете в том мире, который вы сами Ինչ создали. որ խոսացել եք, Все, что вы говорили, դա աշխարհ է ստեղծել ձեր կողքերին։ оно создало вокруг вас мир. Այդ մթնոլորտում էլ ապրում եք։ Вы так и живете в этой атмосфере. Իս դուր չի գալիս ամեն մթնոլորտ։ А мне не нравится каждая атмосфера. Իս դուր է գալիս Սուրբ Հոգու մթնոլորտ։ Мне нравится атмосфера Իս դուր է Святого. գալիս, երբ որ ինքը հանդիմանում է։ Мне нравится, когда он Իս нам դուր է меняет. գալիս, երբ որ ինքը առաջնորդում է։ Мне нравится, когда Իս он... դուր է գալիս, երբ որ ինքը մխիթարում է։ Мне нравится, когда Իս он... դուր է գալիս իր կրակը։ Мне нравится его Իս огонь. դուր է գալիս իր զորությունը։ Мне нравится его сила. Արձագանքեք ստեղ։ Отклицайтесь здесь. Արձագանքեք ստեղ։ Отзывайтесь Դուք здесь. կարիք ունեք վեր գնալ ձեր քնից։ Вы нуждаетесь, чтобы вы Թափտալ пробудились ձեզ։ от этого сна. Թափտալ։ Вы затряслись. Շաբաթը անցել է։ Неделя прошла. Քնել ենք մենք։ Спали мы. Քնել ենք մենք։ Мы спали. Մահվանք ունենք մտել։ Мы вошли в смерть. Քիրակ եկել ենք։ Մի կես կողքի վրա ենք քնում։ Մի շաբաթ էս կողքի վրա ենք քնում։ Մի կես էս կողքի վրա։ А теперь на этот Бог лежит. Մենք պետք է ստեղ ապտակես, մյուսում ապտակես արթնացիր։ Արթնացիր։ Քրիստոս ողքես լույս տա։ Եվ շատերը չեն արթնանում, գնում են քնած։ И некоторые не пробуждаются. Արթնացավ Հակոբը։ Яков пробудился ото сна. Եվ ասեց, «Օ, ինչ ուժեղ աստեղ»։ И он сказал, Эй, это страшное место. Это страшное место. Ինչ որ անց էլեկտրական հոսանք ազգում հենց հիմա այստեղ իրա մեջ Հիսուսի անունով В себе, во имя Иисуса. այստեղ էլեկտրական հոսանք ա գնում ինչ որ անձի մեջ Итог. ինչ որ անձի մեջ В каком-то հենց հիմա քո մարմնի մեջ прямо сейчас. ռաբաշի В твоем չբարեմաշա теле. չբարանամաշուտե Барабасака. Արթնություն դուրից Дай мне Արթնացրինց пробуди меня ото сна. Արթնացրա Пробуди меня. Արթնությունը սա է, դու քնած ես եւ զարթնեցիր Դու քնած ես եւ զարթնեցիր Пробудился от сна. Գործերը խեղդել են եւ քնացրել են Работы тебя задушили, придушили. Պրոբլեմները քնացրել եւ խեղդել են քեզ Проблемы тебя придушили. Հարցեր կան շատ քեզ քնացրել են Многие вопросы тебя Հարցեր, նեղող հարցեր давят на тебя, давят.
Դալիլա նեղը մեր ամեն օր իրան Далила каждый день его. Դալիլա նեղը մեր իրան ամեն օր День давила на него. Նեղը մեր ընկան որ Настолько она давила на него. Թմրում եւ քնում էր И он входил в дремоту и засыпал. Ոգիներ կան որոնց ներկայությամբ քնում եք Есть духи нечистые. Հոգևոր քնասնում են ձեզ Которые вы засыпаете, они духовно вас Դառնում եք անդարբեր դառնում եք գաղջ Вы становитесь безразличными, դառնում եք равнодушными. թույլ Становитесь Հավես слабыми. չունեմ ունեմ Мне неохота, Օй թոբոյ թոբոյ Ой-ой-ой. Ջահը բռնի քո ձեռքերին Держи факел в своих руках. Խուժը բռնի քո ձեռքերին Держи в Գրակետիր 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 Աղվեսների պոչին на хвосты этих лисиц. Այո Да, ժամանակ կա որ նրանք նստել էին Սամսոնի պոչին были времена, когда они засели на Самсона. Փղշտացիկ Филистимляне հա նստած էին Սամսոնի պոչին засаживались на хвост Самсона. Էդ էլ քիչ էր Еще это было мало для них. Իսրայելի ծերերը Эти старцы израильтяне, նստեցին Սամսոնի պոչին они засели на хвост Երկու ֆրոնտով տղայս Самсона. Если ты Երկու можешь ֆրոնտով на կրվի два фронта сражайся. Սա հոգևոր պիտի կրվես Здесь надо духовно сражаться. Եվ ստեղ քեզ հոգևորներն են դուս եկել Չակերտների մեջ И здесь тебе, в кавычках, эти духовные заседают на тебя. Իսրայելի ծերերը Старцы израильцы. միաբանվել էին փղշտացիների նախարարների հետ Հիսուս ասեց շատ հստակ Иисус Ես очень գնում точно եմ сказал: я ухожу. ահա Սուրբ Հոգին է գալիս И вот приходит Святой Дух. ամենավիճարկելի անձն է Это самая такая սպորի հարցը спорная լичность. մուսուլմաններն են վիճում սրա ուղությամբ Мусульмане спорят по поводу этого по поводу Святого Духа. մահմեդականները վիճում են սրա ուղությամբ Мухаммеды, эти անհավատները վիճում են սրա ուղությամբ неверующие, они спорят. Եհովայի վկաները վիճում են սրա ուղությամբ Հոգին հայտնի խոսում ա որ վերջին օրերում շատերը պիտի ապստամբեն իրանց հավատքից Дух ясно говорит, что многие в последние времена отступят. Եվ պետք է ուշադրություն դարձնեն մոլորացուցիչ ոգիների ուսմունքների И надо обратить внимание на духов Այլևս չեն դիմանալու ճշմարիտ վարդապետությանը ողջամիտ վարդապետությանը Они больше не могут устоять в этом истинном учении. Գիտեք դուք կարող եք 10,000 բառեր ասել ճիշտ Вы можете, знаете, сказать 10 тысяч слов правильно, Ճիշտ աստվածաբանակ տերմիններ ասել а сказать правильные термины, Ճիշտ դոգմաներ խոսալ правильные догмы Ճիշտ ու սխալ անել կարճ խելքով своим коротким умом правильно, неправильно сделать. Որտեղ Տիրոջ հոգին է այնտեղ ազատություն է Где Дух Վերջ Господень, Երբ որ Սուրբ հոգին է գալիս все. Երբ որ Սուրբ հոգին է ինձ վրա գալիս Այլևս այդ բաները ինձ համար նշանակություն չունեն Больше эти вещи для меня. Սուրբ հոգին ճշմարտության հոգի է Дух Святой, Дух Երբ որ նա գալիս է Եվ որ նա գալիս է Այնտեղ ազատություն է գալիս Որովհետև Տերն է հոգին Որովհետև Տերն է հոգին Որովհետև Տերն է հոգին потому что там Дух Սուրբ հոգին Святой Дух. Աստվածային երրորդ անձնավորությունը ահեղ հոգին է դա Третья личность Бога. Նա հղիություն տվեց Մարիամին Святой Дух дал беременность Марии. Եվ Սուրբ հոգով ծնվեց Հիսուս И Иисус родился от Духа Святого. Եվ նա մեծացավ հոգով И Он возрастал в Духе. Շնորհք էր գտնում մարդկանց եւ Աստծո առ Он имел благоволение пред Богом. Հոգի շնունջ եւ մարմին զարգանում էին Дух, душа и тело, оно возрастало. Հիսուս հոգով տարվեց անապատ Иисус Духом был возведен в пустыню. Հիսուս հոգու զորությամբ իդ վերադարձավ անապատից Иисус в Духе, Սիլիա դուխա в силе Духа вернулся из пустыни. Եվ նա հոգու զորությամբ ծառայեց И Он в силе Духа служил. Աստված նրան օծել էր И Бог его помазал. Նազարեթից Հիսուսին Աստված հոգով օծել էր Из
Եվ նա դեմեր քշը։ Помазал духом, и он Նա изгонял ամեն бесов. տեսակի տկարություններ բժշկը։ Он исцелял всякие скорби. Եվ նա հոգով գնաց խաչ։ И он в духе пошел на крест. Գողգոթա նա հոգով գնաց։ Он в духе пошел на Голгофу. Շադրություն դարձեք Աստվածաշնչին։ И вы обратите внимание, Ոչ ոք նրան չխաչեց։ никто его не распял. Գրված է այլ հավիտենական հոգով նա խաչվեց մեր մեղքերի համար։ Но написано, что Սուրբ հոգին դարավ խաչ։ Духом, Святой Дух Սուրբ հոգին պահեց խաչի на վրա։ наши грехи. Սուրբ հոգով եղավ դա։ На кресте это все происходило. Հալելույա։ Аллилуйя! Նա մեռա։ Он умер. Եվ նրանից չվերցրին իր կյանքը։ И от него не отняли его жизнь. Եվ ինքը դրեց, Он сам, եւ ինքն էլ վերցրեց։ он сам забрал. Երրորդ օրը Աստված մեռելներից հարություն տվեց Հիսուսին։ На третий день Бог воскресил. Դա տեղի ունեցավ Սուրբ Հոգու զորությամբ։ Это произошло силой Духа Святого. Ամեն բան Սուրբ Հոգու ղեկավարությամբ է։ Все Իմ քո կյանքը պետք է լինի ենթարկված Սուրբ Հոգուն։ жизнь подчинена Святому Духу. Սուրբ Հոգին կարևոր է։ Святой Дух, он очень важен. Ասեք, ահա, Скажите, вот արթնության բանալին։ ключ. Սուրբ Հոգու քերակը։ Огонь Святого Духа. Սուրբ Հոգու քերակը դա արթնության բանալին է։ Огонь Святого Духа это ключ. Երբ որ Пробуждает. Սուրբ Հոգին է գալիս, Когда приходит Дух Святой, արթնանում է մարդը։ человек пробуждается от Իր сна. մահվանքնից От смерти. Աստված հարություն է բերում, Сна. Бог приносит որովհետև Սուրբ Հոգին հարուցյալ հոգին է։ Սուրբ Հոգին կերեմ հարուցյալ փառքը։ приносит Ես շարքում եմ այստեղ ամեն մահ, славу воскресения. ամեն տեսակի մահ։ Ես շարքում եմ Հիսուսի անունով։ Здесь. Հենց իմ Հիսուսի անունով Во имя Иисуса. արձակվի Սուրբ Հոգի։ Дух Святой, высвободись. Իմ գործերի մեջ Սուրբ Հոգին է կարևոր։ В моих делах важен Дух Святой. Եթե Սուրբ Հոգին չկա, ես դատապարտված եմ։ Если Святого Духа Ես нет, անհաջող եմ։ я осужден, я неудачник, Ես հիվանդ եմ։ я болен, Ես կախարդանքի մեջ եմ։ я заколдован, Ես անեծքի մեջ եմ։ я в проклятии. Ձեր դեմ աղոթում են, կաղոթում։ Ձեր դեմ աղոթում են, խիչ է կաղոթում։ Ձեր Почему դեմ не молитесь? Против Ալի вас. ստեղ։ Ստեղ ինչքան մարդ կա։ Сколько здесь есть, Ձեր դեմ աղոթում են против вас молятся ու կախարդում են ձեզ։ и колдуют на вас. Ինչի դուք չեք աղոթում։ А почему вы не молитесь? Որովհետև կապված եք Потому что вы связаны, եւ ձեր վրա կախարդանք կա։ и на вас есть колдовство. Դուք ասում եք չի կարա կախարդանք լինի։ Вы говорите, невозможно, чтобы было Чушман колдовство. такեք։ Вы под давлением, Չեք կարողանում աղոթել։ вы не можете молиться. Ուրեմն կախարդություն կա։ Значит, есть колдовство. Երբ որ հոգին չի աղոթում, Когда дух не молится, այնտեղ քարեր ա լցված։ значит, там засыпаны Աղոթ камни. կարեք։ Молитесь. Հալելույա։ Аллилуйя. Հալելույա։ Аллилуйя, Փառքես, Иисус. փառքես։ Аллилуйя. Դու ռաբո սեհբարը դեն։ Ես շարժում եմ ամեն կախարդություն։ Я разрушаю Շարժում եմ ամեն անեծ։ всякое колдовство. Շարժում եմ Հիսուսի անունով ամեն փամրություն։ Во имя Иисуса всех Ամեն внутренних дух. դիվականով, Разрушаю ամեն всякое կախարդա, всякое ամեն колдовство. սանարեակը։ Разрушаю во имя Иисуса. Կապում եմ ամեն բունտ։ Связываю. Կապում եմ խաբարի մեջ վխտող ամեն բունտ։ Այստեղ կապում եմ ամեն դեպի, ամեն բաբատ փոքու, ամեն արեցքի դեպի, ամեն հիվանդության դեպի, աղքատության դեպի։ Всяких Արթնություն թող գա ձեր մեջ, придет արթնության գրակ, огонь пробуждения. արթնության գրակ, Огонь пробуждения. թող արցակվի ձեր վրա։ Пусть высвободится Բարգավաճում, процветание. ամեն կրոնական կախարդություն քանդվի, Пусть будет разрушено թող ձեր ընտանիքները արցակվեն, религиозное. թող ձեր ընտանիքները փրկվեն, թող ձեր ընտանիքները արցակվեն։ Վերածնունդ, վերածնունդ, Սուրբ Հոգին, Святой վերածննդի բանալի, ключ возрождения. Սուրբ Հոգին, վերածննդի բանալի,
Սուրբ ոգին իմ ծառայության բանալին, Ключ моего Սուրբ ոգին իմ կյանքի բանալին, Սուրբ ոգին իմ հաջողության բանալին։ моего успеха. Որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատությունն է։ Где Дух Господень, Տերն է հոգին, Տերն է հոգին։ Որտեղ Տիրոջ հոգին, այնտեղ ազատություն։ Дух Господень, там Аллилуйя. свобода.